ով է ավելի շատ տրամադրում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցին ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եթե ոչ այդ տարբեր ուժեր կլինեն ընդդիմադիր կամ հասարակական։ Մենք այս պահի դրությամբ ունենք 3893 արդեն շահառու ընտանիք տրամադրված հավաստագրերով, որից իրացվել է 1643-ը եւ խոսքը առաջի թիվը 15600 հոգու մասն է եւ երկրորդը 7152 իրացված դեպքի մասին է եւ մենք այդ ծրագրերը նախ անընդհատ մշտադիտարկում ենք եւ մենք ընթացքում բավական հեշտացնող բաներ ենք փոխել, երբ որ օբյեկտիվ խոչընդոտների ենք առնչվել, որոնք չէինք կանխատեսել, հա, նախապես, բայց այստեղ ամենահիմնական պայմանը քաղաքացիությունն է եւ հավաստագրի ստանալուց հետո դրա իրացումը։ Շատ այլ պայմաններ չկան, եթե դու չես ուզում, օրինակ, չգիտեմ, ավել վարկ վերցնել, թե ավել վարկ ես ուզում վերցնել, քան մեր տրամադրածն է, որպեսզի օրինակ քո ուզած քաղաքում առնես, գնես տունը եւ ոչ թե օրինակ այնտեղ որտեղ որ կարող ես, այդտեղ հավելյալ վարկի ներգրավման արժություն է առաջանում, որը արդեն բանկի հայեցողությանն է տված, եթե դու ունես վատ վարկային պատմություն կամ այլ խնդիրներ, հա, իրավական կամ ֆինանսական, այդտեղ արդեն բանկի հայեցողությունը կա, մենք դες դեպքեր ենք լսում եւ բայց չենք կարող միջամտել, որտեղ ամեն դեպքում դա երաշխիք է տրված միայն մեր չափով, այսինքն մեր հավաստագրի գումարի չափով։